Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Կինոնուտի եզերագնացությունը շարժել կապեր ունեն, բավական է նշել միայն որ 1929 թվականին հրթիռի արձակման հետ հաշվարկ առաջին անգամ կիրառվել է կինը լուսնի վրա ֆիլմում որպես լարվածություն ապահովող դրամատիկ հնարք։ Հետագայում տարբեր թռիչքի կառավարման կենտրոններ սկսեցին գործնականում կիրառել այդ մեթոդը 3-2-1 Եթերում կինոն է, մայստրո Երվանդ Երզնկյանը իր նվագախմբի հետ այստեղ է, ամրակապվեք դեպի կինոտիեզեր, թռիչքը սկսվում է։ Այսօրվա կինոտիեզերագնացներն են դերասան Սերգեյ Թորիկյան, դերասանուհի Անգելինա Անտարյան և որպեսզի մենք դերասաներս մեզ չզգանք միայնակ, դերասան և ռեժիսոր Հայկ Սարգսյան։ Ռեժիսորի ներկայությունը միշտ պարտադիր է, չէ, դերասանի կյանքում։ Սիրելի գործընկերներ, անչափ ուրախ եմ, որ այսօր միասին ենք կինո խաղալու, ինչպես է տրամադրությունը։ Ֆանտաստիկ երկու։ Հոյակապ, հիանալի է։ Ես մեր հեռուստադիտողներին ասեմ, որ ես առիթ եմ ունեցել Հայկի հետ ֆիլմում նկարահանվելու, Անգելինայի հետ Չիպոլինոյի արկածները ներկայացման մեջ խաղալու և դեռևս Սերգեյի հետ շանս կունենանք որևէ ստեղծագործության մեջ համատեղվելու։ Ինչպես է ընթանում ստեղծագործական ընթացքը։ Բուրըն, բայց շատ լավ, հոգնեցուցիչ, բայց հաճելի հոգնեցուցիչ։ Հոգնեցուցիչ, բայց հաճելի հոգնեցուցիչ։ Սիրելի ֆիլմը։ Ինտերստելլար։ Այո։ Հիանալի է։ Անգելինա, որ ֆիլմում կուզեիք դուք լինել գլխավոր դերակատարուհին, որը արդեն դիտել եք։ Կարծում եմ Լարս ֆոն Տրիերի Ռեսիկայա Վոլնի հայերեն Ճեղքելով ալիքները ֆիլմում։ Շատ բարի։ Հայկ դերասան, հետո թատերական ռեժիսոր, հնարավոր է մի օր տեսնենք ձեզ որպես կինոռեժիսոր։ Շատ բարդ հարց եք տալիս Արսեն, բայց մեծ հույսեր ունեմ, որ այո։ Մոտ ապագայում ոչ։ Սիրելի ժանրը։ Դրամա։ Շատ բարի, ես հուսամ, որ այսօրվա մեր խաղը ավելի կոմեդի ժանրին կպատկանի և մենք կապահովենք մեր հեռուստադիտողների ուրախ ժամանցը, ուրախ և հագեցած կինո արկածներով, որովհետև միասին խաղալու ենք կինո գուշակելու ենք աշխարհի ֆիլմերը, մուլտֆիլմերն ու սերիալները ու գուշակելու եղանակներն են, փուլից փուլ դրանք տարբեր են լինելու, փուլերն էլ 3-ն են լինելու, գումարած մի սուպեր խաղ, հերթական նոր փուլի հետ մասնակիցների քանակը նվազելու է, առաջին փուլում դուք 3-ով եք 15 հարցի դեմ, իսկ եզրափակիչի մասնակիցը միայնակ կլինի 7 հարցի դեմ։ Նախքան մրցութային մասին անցնելը պետք է պարզենք, թե ով է սկսելու խաղը, դա անելու համար ունենք հատուկ հարց, որի պատասխանը ստույգ թիվ է, հարցը հնչելուց հետո դուք ունեք 20 վայրկյան ձեր առջև դրված թղթերի վրա, գրելու պատասխանի ձեր տարբերակը, ում պատասխանը առավել մոտ եղավ ճշմարիտին, նա էլ սկսելու է առաջին փուլը եւ այսպես ուշադրություն հարցը։ Որքան է կշռում T800 մոդելի Տերմինատորը, նույն ինքը Շվարցնեգերի մարմնավորած կիբորգը։ Ժամանակ։ Գրել ենք։ Հիանալի է։ Սերգեյ։ 261 Սերգեյի պատասխանը է Անգելինա 15 տոննա 15 տոննա կարծում է Անգելինան և 2000 կիլոգրամ և 2000 կիլոգրամ կարծում է
Հայկը, ձեր ընտանեկան միությունը հետաքրքիր է, որ չափ ու սահմանի մեջ երբեք ձեզ չեք խոչընդոտում։ Կարծում եմ մեր հեռուստադիտողներն էլ առիթ ունեցած կլինեն տեսնելու, թե ինչպես էլֆի դերակատարման ժամանակ Հայկը արեց Անգելինային ամուսնության առաջարկությունը։ Սոցիալական կայքերում կա այդ վիդեոն, իսկապես շատ հուզիչ էր, ես ուրախ եմ, որ դուք ստեղծել եք այդ միությունը։ Ուրախ եմ ձեզ համար, բայց առավել այս պահի խաղի շրջանակներում ուրախ եմ Սերգեյ ձեզ համար, որովհետև իրական պատասխանը 180 կիլոգրամ է եւ ձեր տրվածն է առավել մոտ ճշմարիտ պատասխանին։ Խաղը սկսելու եք դուք, բայց մինչ այդ լարում ենք լսողությունը, սրում ենք տեսողությունը, թարմացնում ենք հիշողությունը։ Պույ-պույ, ուստապիսո, հաչիկո, մենք խաղում ենք, կինո։ Առաջին փուլի հարցաբազայում զետեղված է 3 կատեգորիա, յուրաքանչյուրում 5-ական ֆիլմ։ Նույն կատեգորիայի բոլոր ֆիլմերը նույն կերպ է պետք գուշակել։ Պայմանական բարդությունը ցույց տվող միավորները նույնպես ընտրում է մասնակիցը։ Մասնավորապես տեսարանները համախմբել ենք ծնողների կենացի շուրջ։ Այս ֆիլմերում ու մուլտֆիլմերում մեծերից տանը մարդ կա։ Հնչելու են ջրիկ մեղեդիներ, ֆիլմերից ու մուլտֆիլմերից, որտեղ դեպքերը միայն ցամաքում զարգանալ չեն կարող։ Իսկ պաստառներում կգտնեք շատ բազմապրոֆիլ նեղ եւ ոչ այնքան նեղ մասնագիտացմամբ բժիշկների։ Եվ այսպես, խնդրեմ, Սերգեյ, սկսում եք դուք։ Եկեք սկսենք ծնողներից ու ամենաբարդը։ Ծնողներից 50 միավոր։ Այո։ Սերգեյ։ Անթոնի Հոփքինսն, հայրը։ Բրավո, ճիշտ է։ Շարունակեք։ Ես եմ հաջորդը 40 ծնող։ 40, ծնողների կենացը 40։ Ծնողները Մայրիկ։ Այո։ Ինչ գործող անձանցից են բաղկացած ծնողները։ Ծնողների կենացը շարունակենք։ Ծնողների կենացը շարունակում ենք, գնալով նվազում են միավորները, բայց ոչ մրցակցությունը։ Գրեգի կենացը։ Թանկագինս, իսկ Գրեգը որտեղ է։ Զուգարանում է։ Այո, այնտեղ ստուգել եմ։ Հյուսիսային ափի բոլոր կացարաններում ստուգել եմ։ Դուք որ առաջարկությունը արեցիք հետո ինչ է դրան հաջորդում, կամ միջայց։ Ում հետ են ծանոթացնում իրենց սիրելիներին։ Ծանոթություն ծնողների հետ։ Ծանոթություն ծնողների հետ, ճիշտ է։ Հայք շարունակեք։ Եկեք գնանք բժիշկ 50։ Բժիշկ 50։ Ողջույն իմ բժիշկ ընկերներին։ Դոկտոր Սմերտ Ջեք Հակոբյանի մասին։ Տեսնենք։ Խաղում Ալ Պաչինոն։ Ճիշտ է։ Հայ բժիշկ։ Դու չգիտես Ջեքին, Ջեք Գևորգյանի մասին պատմող ֆիլմը։ Բրավո, Հայկ։ Շարունակեք։ Գնանք բժիշկ 40։ Բժիշկ 40։ Անգելինա։ Նայք, Լարսը չի, բայց վստահ եմ իր մոտ էլ եք ուզում նկարվել։ Ալմադովարի ֆիլմն է։ Խաղում է Զորոյի դերասանը սեղմենք։ Առանց Զորոյի դերասանը դեմքի տեսանք, բայց Մաշկը, որում ես ապրում եմ։ Լավ, անցնենք առաջ, ոչ մեկ չտվեց պատասխան, ամենակիչ միավորները ձերն են, Անգելինա, դուք եք ընտրում, ինչպես գուշակել։ Ջրիկ մեղեդիներ 30։ Ջրիկ մեղեդիներ 30։ Նրա հագուստի նման հագուստ, օրինակ ես կարող եմ նոր տարվա օրերին հագնել, հա, վերջացավ։ Երբ կենցաղ մարդը, իխտիանդր։ Շիշեցինք, ոչ մեկ չունի պատասխան, շարունակում ենք, Անգելինա կրկին ընտրում ենք։ Ջրիկ մեղեդիներ 20։ Այնպես է վերնագրված, որ ես անընդհատ մտածում եմ կարող է իմ երգերից էլ մի անեք, գիտեք։ Խնդրեմ։ Անգելինա։ Փոքրիկ։ Ով ուզի կարող է պատասխանել։
Փոքրիկ, Դու լողորդ ես, չէ՞, Ահա։ ամել։ Ահա։ փոքրիկ լողորթը։ Փոքրիկ։ Հա, Որտեղ են լողում։ Փոքրիկ լողորթը, Դրա իքականը ոնց կլիներ։ լողորթուհի, լողորթին լողավազը։ Աղ, փոքրիկ ջրահարսը։ Ավաղ, մի քայլ բացեք թողնում, Անգելինա, շարունակում ենք 90 միավոր ձերն է, 80 ձերը Հայկ ընտրում եք դուք։ Հա, բժիշկից որը ունենք 20, 20, 10, 30, 30։ Սերգեյ, Doctor Strange։ տեսնենք։ Ես էլ եմ գործում։ Ճիշտ է, Dr. Strange։ Անգելինա, դուք վերադառնում եք խաղ։ Քանի որ շեշտեցիք լողորթեմ, եկեք ջրի մեջ։ Ջրիկ 10։ Ջրիկ մեղեդիներ 10։ 10։ Տիտանիկ, Ճիշտ է, Տիտանիկ։ Հիանալի է, շարունակեք։ ջրիկ մեղեդիներ, 40 թե 50։ 50, 50, խնդրեմ։ Սովորաբար ասում են այդ նյութը ինչի մեջ որ լցնում ես, ընտրում է տվյալ ֆորման, հա, տվյալ կերպը, տվյալ ձևը։ Ջուրը, Որն է դա։ ջուրը, Ահա, ինչի եւ Ջուրը։ հասկանալի է, Եփե Օսկար հաղթել, հա։ որքան հիշում եմ, այո։ Չելով։ 3, Masters։ 2, 1։ Նույնիսկ բառը օգտագործեցի իմ հուշման ջրի մեջ։ ֆորման, Ձևը, ֆորման, ջրի ձևը։ Ավաղ, Սերգեյ, ոչ միավոր եք ստանում, ոչ էլ իրավունք ունեք հաջորդ հարցին պատասխանելու։ Խաղում ենք ձեզ հետ, Անգելինա, ընտրում եք դուք։ ջրիկ մեղեդիներ 40, Ջրիկ մեղեդիներ 40։ Ակվամեն, Դե լավ, արդեն ասեցիք, չեմ կարող էլ։ հա։ Ավատար, ջրի ուղին։ Միքայել, դուք բաց եք թողնում, Սերգեյ, դուք վերադառնում եք, Անգելինան շարունակում է ընտրել։ Ունենք 4 չգուշակված ֆիլմեր։ ծնողների կենացը 10, Ծնողների կենացը 10։ Մաուգլի։ 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 Սերգեյը եւս մեկ անգամ հաստատեց հեռուստաեթերում իր 2000-ականների ծնունդ լինելը, բայց Մաուգլին չէ, Մայրիկ Մամոնտիկի համար այդ մուլտֆիլմն է։ Սերգեյ, դուք բաց եք թողնում, Հայկ, դուք վերադառնում եք, Անգելինա, դուք ընտրում։ ծնողների կենացը 20, Ծնողների կենացը 20 միավոր։ Սկզբում ես նրանց ոստիկանների տեղ դրեցի։ Գիտես թե ինչ ասաց այդ հսկան։ Որ նա իմ հայրն է, հետո լրիվ գժանոց, երկրորդն էլ թե ինքն է իմ հայրը։ Ես էլ չգիտեմ թե ոնց նրանցից փախա։ Պատրաստ եք։ Ես նման եմ Ասաց, որ ծաղրացուի Համնայ բոլորովին։ ասում իմ հայրն է, Համնայ ասում իմ հայրն է։ Հայկ։ ացի, Այո, հայրիկները։ Բոլորս խաղում ենք եւ ընտրում եք դուք, Հայկ։ Դե, քանի որ բժիշկներն են մնացել միայն, եկեք 20-ից գնանք։ 20։ Սերգեյ, Dr. House։ տեսնենք։ Իհարկե։ Բժիշկ Հաուսը։ Եվ վերջին չգուշակված ֆիլմը։ Դոկտոր Այբոլիտ։ Տեսնենք։ Բժիշկ Այբոլիտը։ Ճիշտ է։ Եվ 110 միավորով Հայկը, 10 միավորով Անգելինան եւ 140 միավորով Սերգեյը։ Երեքն էլ ինձ հետ գալիս են կինոյի երկրորդ փուլ, որտեղից միայն երկուսը կշարունակեն ուղին դեպի երրորդ փուլ։ Դուեյն Ժայր Ջոնսոնը շատ է սիրում սելֆիներ եւ երկրպագուներին, այնքան որ ֆիլմերից մեկի պրեմիերայի ժամանակ 3 րոպեում 105 սելֆի է արել երկրպագուների հետ։ Եվ այս ռեկորդը գերազանցել է նախորդ ռեկորդին 75 սելֆի, որի հեղինակը կրկին
ինքն էր։ Երկրորդ փուլում պետք է ռեկորդային արագությամբ գուշակել էմոջիների տեսքով էկրանին հայտնված 15 ֆիլմերը եւ յուրաքանչյուրի դիմաց ստանալ 30 միավոր։ Խոստանում եմ առավելագույն միավորներ վաստակողի հետ սելֆի անել։ Վաու։ Այս փուլում պատրաստ եք։ Բայց մինչև սկսել է, քանի որ այսօր արտիստներ են ու տաղանդավոր արտիստներ են իմ տաղավարում, ես չեմ ուզում ինձ զրկել այդ հաճույքից։ Կուզեմ, Սերգեյ, օրինակ, եթե Հայկին բնութագրեիք էմոջիով, ապա որ էմոջիով կբնութագրեիք։ Կարող եք ցույց տալ նույնիսկ։ Մի հատ էմոջի կա, ինքը սենց Օսկարի արձանիկ է, բայց ինքը կլասիկ շոր է հագած ու սենց մի հատ գլխար կա դրած։ Ահա։ Դետեկտիվի, այդ էմոջին։ Շատ է։ Հայկ Անգելինային որ էմոջիով կբնութագրեիք։ Մի վարքյան ուզում եմ հիշեմ այդ էմոջին։ Կարող եք ցույց տալ։ Այսպես մի հատ էմոջի կա։ Լեզունիկով։ Շատ լավ։ Իսկ Անգելինան ինձ։ Անգելինա Սերգեյին։ Կենթանու էմոջիա։ Մերսի։ Ահա։ Շատ դանդաղ շարժվող կենթանին է, քարով որ պարկած է ջրի մեջ։ Հա, ես իմացա որ էմոջին է։ Շատ բարի, ես չգիտեմ այդ էմոջիները այսօր կլինեն էկրանին թե ոչ, բայց վստահաբար այն էմոջիները, որոնք մենք ենք ընտրել, բացառապես ձեզ օգնության համար են, որպեսզի կարողանաք կռահել ֆիլմի վերնագիրը, գուցե սյուժետային գիծը, այս փուլը խաղում ենք հենց էմոջիների սմայլիկը դեմքներիս։ Պատրաստ եք։ Okay։ Գնացինք։ Սկսեցինք ժպիտը դեմքներիս։ Գնացինք։ Ինչ ենք տեսնում։ Աղջիկը եւ Դուք չեք աղվեսը։ սեղմել։ Սերգեյ։ Աղջիկը եւ աղվեսը։ Աղջիկը եւ աղվեսը, ճիշտ է։ Հաջորդը։ Ինձ կարող եք տեսնել։ Եթե ոչ Պոսեյդոնը, ապա ով։ Զևսը։ Ինչպես։ Զևս։ Ավաղ ոչ, Ապոլոն 13։ Ահա։ Միքայել բաց եք թողնում, Հայկ, շարունակում ենք, հաջորդը։ Ինչ, Սերգեյ։ Վերջին սամուրայը։ Ճիշտ է, վերջին սամուրայը։ Բրավո, Հայկ վերադառնում եք։ Հաջորդը։ Անգելինա։ Սեղմեք։ Ինչ ենք տեսնում։ Արգելվում է քնել, Կամ անհնար է, օրինակ։ անհնար է քնել, Ահա, հետևաբար։ աչքերը բաց, Ահա։ Հետևաբար երբ մարդ չի կարողանում քնել, ինչ են դա կոչում։ անքնություն, Ճիշտ է, անքնություն։ Շարունակում ենք, հաջորդը։ Դուք եք Անգելինա։ սպիժավշե նիվեստը, Այո, փախչող հարսնացուն։ Որ այս պարագայում վստահաբար ձեր մասին չէ։ Շարունակում ենք, հաջորդը։ Սուպեր ինչ-որ բան է տեղի ունենում ամեն դեպքում։ Որ սուպեր հերոսն էր։ Դեդբուլը։ Լավ, արդեն ուշ է։ Դեդփուլ։ Դեդփուլը եւ Կուխը, որը ոչ մեկիդ միավոր չբերեց, բայց փոխարենը բոլորդ էլ խաղի մեջ եք։ Այո։ Բայց լավն է։ Որտեղն է։ Շատ լավ։ Շարունակում ենք, հաջորդը։ Օ։ Ապ։ Գուցե ոչ, բայց Ահա։ ինչեր է։ Թեպետ ինչ-որ միտեղ կարելի էր հասկանալ, բայց ելնելով գործող անձանցից, Շատ։ տնակից, որը տեսնում ենք, աստիճանավանդակը, որը տանում է երկրորդ հարկ, դուպլեքս ֆիլմներ։ Դուպլեքս։ Այո, այստեղ պատկերված։ Մեկ հարց բաց եք թողնում եւ մենք շարունակում ենք։ Հաջորդը։ Լինկոլն։ Ճիշտ է։ Հաջորդը։ Անգելինա։ Ինչ ենք տեսնում։ թագուհի, Այո, իսկ թագուհուց առաջ Սխի։ Հայկ։ Ես կներես։ Ոչինչ, Ռեֆլեքս։ Մի ամբողջ կյանք ունեք նույն։ Բենզին, ինչ որ բենզին է, բենզինի Ահա։ թագուհին։ Բենզինը որտեղ են։ Королева заправки։ Այո, բենզալցակայանի թագուհին։ Բայց կներես, ես Բոլորդ խաղի մեջ եք, շարունակում ենք, հաջորդը։ Ինչ ենք տեսնում։ Ընտանիք ու գազանանոց։ Գլխավոր դերում Մեթ Դեյմոնն է այս ֆիլմի։ Օ,
Ժամանակը սպառվում է։ Մենք գնացինք կենթանաբանական այգին։ Գնացինք։ Այո, որովհետև նայեք, մենք ենք այնտեղ գնումների համար նախատեսված սայլակը, հետո գումարը եւ կենթանաբանական այգին։ Ոչինչ, շարունակում ենք հաջորդը։ Շատ հայտնի ֆիլմ է։ Մել Գիբսոնի ֆիլմն է։ Անգելինա։ Страсти Христовы։ Հիսուսի չորչորանքները, Հիսուսի չորչորանք։ Ձեր գործընկերը հուշում է, մենք բոլորս լսել ենք, որ հուշել է, օգտագործեք։ Դու բերանդ բաց պարս։ Страсти Христовы։ SMS եմ։ Շատ լավն է։ Քրիստոսի չարչարանքները։ Ամուսնու չարչարանքների շնորհիվ ունեցանք ճիշտ պատասխան։ Շարունակում ենք հաջորդը։ Ինչ ենք տեսնում։ Ռոբոտ, որը վերածվում է մարդու եւ 200։ Ահա, եւ թիվը, այսինքն օրինակ 200 տարեկանա կամ 200 տարի։ Ապա արդեն բավականին հուշումներ տվել եմ։ 3 2 Թիվը ինչ որ ռոբոտի 1 պատասխան չկա։ Չկա։ 200-ամյա մարդը։ Ռոբին Ուիլյամսի մասնակցությամբ ֆիլմն է։ Ահա, շատ բարի, շարունակում ենք, դուք բաց եք թողնում, Հայկ, մենք շարունակում ենք, հաջորդը։ Colin Farrell-ն է այստեղ գլխավոր դերում։ Կարելի է նույնիսկ 1 էմոջիի վրա կենտրոնանալ ու տալ պատասխան, որը դուք չարեցիք, հեռախոսախցիկ ֆիլմը։ Վերադառնում եք խաղ, Հայկ, եւ մենք շարունակում ենք։ Նախավերջինն է ի դեպ։ Եվ Մագլցում է։ Տարզան։ Ճիշտ է, Տարզան։ Եվ վերջինը, խնդրեմ։ Հայկ, դուք Սունդուկյան թատրոնում խաղում էիք որպես դերասան։ Պեպո։ Շնորհակալություն։ Պեպո, ճիշտ է։ Եվ այսպիսով 230 միավորով Հայկը, 200 միավորով Սերգեյին ձեզ միասին գալիս են երրորդ փուլ։ Անգելինա, այս փուլում ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, ձեզ ստեղծագործական հաջողություններ եմ մաղթում, իսկ մենք առաջինի եթերում շարունակում ենք խաղալ։ Կինո։ Առավելապես որպես դերասան մեզ հայտնի Թոմ Հենքսը ձեռնադրված հոգևորական է եւ ժամանակ առ ժամանակ պսակադրություններ է անցկացնում։ Երրորդ փուլի ավարտին մեր մասնակիցներին անխուսափելիորեն ապահարզան է սպասվում։ Իսկ թե նրանցից ում հետ ես կլինեմ սուպեր խաղում կպարզենք 5 զույգ անհատական հարցից հետո։ Նախորդ փուլերի միավորները զրոյանում են, իսկ դրանցից առավել շատ միավորներ վաստակածը որոշում է թե ով է սկսելու խաղը։ Ամեն ճիշտ պատասխանի համար կստանաք 1 միավոր, փուլը վաղաժամ կավարտի, եթե մասնակիցներից մեկը միավորների թվով անհասանելի դառնա մյուսի համեմատությամբ։ Եվ այսպես, դիարկ, մենք արդեն երրորդ որոշիչ փուլում ենք, խաղում ենք ֆուտբոլային 11 մետրանոցների սկզբունքով, եւ Հայկ, քանի որ ձերն էին բարձր միավորները, դուք եք որոշում, թե ով է սկսելու այս փուլը։ Ես կսկսեմ։ Դուք կսկսեք։ Հիանալի է։ Եվ այսպես, ծափարություններով եւս մեկ անգամ ողջևորենք մեր մասնակիցներին եւ առաջին ենթափուլի ընթացքում պետք է ճանաչեք դերասանին մանկական լուսանկարից։ Ուշադրություն էկրանին, Հայկ, հարցը ձեզ համար է։ Այս փոքրիկ աղջնակը պետք է անցնեին տարիներ եւ դառնար շատ տղամարդկանց ձևավորման, սեղ մեկ տղամարդկանց ձևավորման։ Մոնիկա Բելուչի։ Տեսնենք։ Միկին, այո, Մոնիկա Բելուչի։ Նույն սկզբունքով Սերգեյ գուշակում եք դուք։ Անթոնի Հոփքինս։ Տեսնենք։
Չի փոխվել։ Չի փոխվել։ Բրավո, Անթոնի Հոփքինս։ Իսկապես չեն փոխվել եւ մենք շարունակում ենք ու արդեն երրորդ փուլի երկրորդ ենթափուլում ենք։ Այս ենթափուլի համար ընտրել ենք ֆիլմ եւ դրա մի կադր։ Այնուհետև այդ կադրում ընտրել ենք մի դետալ եւ թաքցրել կինոյի տարբերանշանի ետևում։ Պետք է փորձել հիշել կամ գուշակել, թե ինչ է թաքնված։ Հայկ, հարցը ձեզ համար է։ Ֆիլմը հիշում եք։ Իհարկե, ճանապարհ դեպի կրկես։ Այո, Ենգի Բարովն է։ Եվ գլխին ինչ կարող էր լինել։ Ինչ ասես։ Հա, իսկապես դետալը Ենգի Բարովի պարագայում, այո։ Սեղմեք, ահա։ Վարկածներ, տարբերակներ։ Վարկածներ, Շանձրևանոց, բայց չէ, այդպես մեծ չէր։ Չենք տեղավորի, կարծում եմ։ Անձրևանոցը։ Աթոռ։ Թեպետ նա կարող էր թաքնվել Անձրևանոցի։ Տակ։ 3 Գլխարկ։ 2 Որևէ մի տարբերակ ասեք, որովհետև եթե սխալ ասեք կամ չպատասխանեք, միևնույնն է նույն արդյունքն է, իսկ գուցե եւ ճիշտ պատասխանեք։ Գլխարկ։ Թողնի այդպես հակառակ դրված էլի։ Տեսնենք։ Ֆո, Սուրճի բաժակ։ Հիշի հաստատ։ բայց նման է գլխարկի։ Բայց նման է գլխարկին։ Կոկո Շանելի նորաձևության տներում կարելի է գտնել այսպիսիք։ Նույն սկզբունքով Սերգեյ պետք է գուշակեք դուք։ Խնդրեմ ուշադրությունը էկրանին։ Ասեմ։ Դե։ Ասեք Սերգեյ։ Տոփշակ մեջը խինկալին էր կամ պելմենին էր։ Տեսնենք։ Այո, Պելմենին էր, Վաչե Թովմասյանը, Անորա ֆիլմից կադրեր։ Երրորդ ենթափուլ, այս եթերաշրջանում մեր ստեղծագործական թիմը համալրված է նոր աշխատակցով, արհեստական բանականությամբ, որին մեր ողջ ստեղծագործական թիմը փաղաքշաբար դիմում է ԱԲՈ։ Եվ մենք ԱԲՕ-ին խնդրել ենք գեներացնել որևէ ֆիլմից լուսանկար, տալով նրան առաջադրանք։ Դուք տեսնելով արհեստական բանականությամբ գեներացված լուսանկարը, ձեր սեփական բանականությամբ պետք է փորձեք կռահել, թե որ ֆիլմն է պատկերված էկրանին։ Հայկ, հարցը ձեզ համար է, խնդրեմ։ Աբո, տեսեք ինչեր է արել։ Հա, հասկացա։ Ինչ ենք տեսնում։ Բանանը։ Ինչ ենք տեսնում։ Oppenheimer։ Ինչպես։ Oppenheimer։ Դեռ հարցնում եմ ինչ ենք տեսնում։ Ակնոց ենք տեսնում։ Ակնոց ենք տեսնում, էլ ինչ ենք տեսնում։ Աստիճաններ։ Աստիճաններ, իսկ ավելի գունեղ։ Սանդուղք։ Գունեղ ինչ որ մի բան երևում։ Բանան։ Ահա, բանան։ Եվ ովքեր էին անընդհատ գոհ։ Ախ, մինյոնները, լավ, մինյոնները։ Այո, ճիշտ է։ Մինյոնները, շատ ճիշտ է։ Սերգեյ, նույն սկզբունքով գուշակում եք դուք։ Օй, աբո։ Ինչ ենք տեսնում։ Այլ մոլորակ Մարսիանինն է, կարծում եմ։ Տեսնենք։ Մարսեցին։ Լսենք։ Մարսեցին։ Մարսեցին, ճիշտ է։ Քանի որ մենք արդեն մոտենում ենք ֆինալին, ես կփորձեմ զսպել իմ գրքերը եւ այլևս այդքան ոգևորված Մենք ոչ։ փորձեմ չհուշել, բայց մենք շարունակում ենք եւ չորրորդ ենթափուլում ենք։ Կհուշեմ ու նաև կշեղեմ այս պարագայում։ Առաջին հայացքից տարօրինակ թվացող ձևակերպմամբ հուշում եմ ֆիլմի վերնագիրը կամ սյուժեն ու որպես հավելյալ օգնություն էկրանին նաև հայտնվում է կադր տվյալ ֆիլմից։ Առաջին հուշումը ձեզ համար է, Հայկ։ Ֆիլմ X եւ Y քրոմոսոմներով սեռական բջիջների արկայությամբ պայմանավորված որոշակի ֆունկցիոնալ եւ ձևաբանական հատկանիշներով օժտված առանձնյակների մասին։ Հայկական սովետական է։ Շատ հեռու մի գնացեք, որպես կինոարտադրություն, էլ չեմ կարող ասել։ Նայեք նույնիսկ վերևում գրված է, թե որ հայկական հատկանիշներով օժտված առանձնյակ քրոմոսոմներ, սեղմեք։ Չէ, չունեմ Ուշացակ։ պատասխան։
Ես էլ չեմ կարծում։ Իմանայի։ Դուք էլ չէ։ Շատ հայտնի տեսարան է իհարկե ֆիլմից, հիմա որ ասեմ անմիջապես կմտաբերեք եւ ամեն դեպքում ձեր քրոմոսոմների ակտիվությունը այնպես արեց, որ խաղը շարունակում եք միայն տղամարդկանցով տղամարդիկ ֆիլմներ։ Այո։ Ոչինչ։ Սերգեյ։ Այո։ Ոչ միայն ոչինչ, այլ արդեն պետք է ուրախանալ որպես խաղացող, որովհետեւ եթե հիմա դուք տակ ճիշտ պատասխան, լինում է ձերը։ Եվ այսպես հուշումը ձեզ համար է։ Մուլտֆիլմ կաթնասունների դասի կրծողների ընտանիքի մի խումբ ներկայացուցիչների հրավիրած եւ անվտանգային մարտահրավերներին դիմակայելու օրակարգով աշխատանքային խորհրդակցության մասին։ Չնայեմ ասում։ Մկների ժողովը։ Ճիշտ է, մկների ժողովը։ Ես Սերգեյ ինձ հետ գալիս է դեպի սուպեր խաղ։ Այս ապահարությունները ձերն են, ինչպես նաև ձերը Հայկ, շնորհակալություն հիանալի խաղ ցուցաբերելու համար։ Ձեզ ամենալավն ու բարին, իսկ սիրելի հեռուստադիտողներ վարքյաներ անց, մեր սուպեր հերոսը հնարավորություն ունի սուպեր հաղթողը դառնալու։ Արջևում վերջին փորձությունն է 120 վայրկյան եւ 7 ֆիլմ գուշակելու համար։ Կմիանա տեսարան ֆիլմից, պետք է ասել ֆիլմի վերնագիրը, եթե այդ վայրկյանին չեք մտաբերում, ավելի լավ է հնչեցնել հաջորդը հրահանգը, մենք հետո կվերադառնանք չգուշակված ֆիլմերին, ցանկանում եմ տեղեկացնել, որ ամբողջ ընթացքում ժամանակը կանգ չի առնելու։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր այսօրվա սուպեր խաղի սուպեր մասնակիցն է դերասան Սերգեյ Թորիկյանը։ Եվս մեկ անգամ ծափահարություններով ողջունենք Սերգեյին։ Սերգեյ, տրամադրությունը լավ։ Օսկարից 120 վայրկյան է պակաս։ Եվ ես կարծում եմ, որ այս 120 վայրկյանը կաշխատեն հոգուտ ձեզ, եթե պատրաստ եք, մենք մի անգամից կարող ենք սկսել սուպեր խաղը։ Պատրաստ եմ գնաց։ Ժամանակը գնաց։ Անցանք, բայց մի փոքր որ սպասեիք, նրանք կարող է հայտնվեին։ Breaking Bad։ Այո, վատից վատը, ճիշտ է։ Oppenheimer։ Ճիշտ է, Oppenheimer։ Հաջորդը կհիշեմ վերջին ֆիլմն է։ Այո, վերջի ֆիլմն է Նիկոլ Կիդմանի։ Մուլտե գիտարիստ։ Այո, մահացած։ Մեքսիկական։ Ինչպես։ Կոկո։ Այո, Կոկոյի գաղտնիքը ճիշտ է։ Ինչ մոտ ֆիլմ է։ Մորգան Ֆրիմանը։ Թախոս Ջոուշենկից։ Ճիշտ է։ Այլ մոլորակայինը։ Հաջորդը, ուզում եք ասել։ Այլ մոլորակայինը։ Դեպքում Սպասեք մի հիշում եք։ Չէ։ Հաջորդը։ Հաջորդը։ Ահա։ Աղջկա անուն էր կարծեմ։ Կամ բնութագրում։ Գեղեցկուհին։ Ավելի վատ։ Ուղակի, այն ինչ որ ասեցի։ Ինչ աղջիկ։ Կեղտոտ վատ աղջիկը։ Վատ աղջիկը ճիշտ է։ Սա։ Այլ մոլորակայինը չի։ Սպասեք, անունը։ Դեսպես թե այնպես, չնայած մեր մոլորակում էլ երևի արդեն ապրում են նմանատիպ էակներ, բայց այն որ տենց քամելոն է։ Ինչ ռանգ ունի։ Գեղ, անճորն։ Պրոստ տենց ռանգ ունեցող։ Չէ, լավ։ Բայց եթե վերջում տառ ավելացնենք։ Ինչ։ Սովորաբար օրինակ մենք ունենք, չէ, երկիչներով։ Ոչինչ։ Ինչ ունենք։ Ուզում էի ինչ-որ բանը, խաղեր կան, որ մի քիչ հեռվից ես գալիս այլ կերպ ես հուշում։ Ռանգո ֆիլմներ։ Ռանգո։ Ավա, որը չգուշակվեց, բայց փոխարենը ոչինչ այս պարագայում սամանում է մեզ, բայց ես ձեզ եմ հանձնում, Սերգեյ, մեր գործընկերոջ կինոպարկի կողմից հրավիրատոմսեր սիրված և սպասված ֆիլմերը դիտելու համար։ Ես եմ շնորհակալ խաղի համար, խնդրեմ, կարող եք ձեր տպավորություններով կիսվել մեզ հետ։ Շնորհակալ եմ։ Իրականում տաղավարում ավելի լարված էի պատկերացնում, բայց ոչ, նույնիսկ ավելի հարմար է, ավելի հաճելի ու անպայման եկեք խաղացեք կամ նայեք
Շատ բարի, մեր այսօրվա հյուրը դերասան Սերգեյ Թորիկյանը արևի պես շողաց մեր եթերում եւ արևիկ ստեղծագործությամբ էլ ավարտում ենք եթերը։ Ստոպ, նկարահանված է, բոլորին շնորհակալություն, բոլորն ազատ են։ Մաեստրո, խնդրեմ, action։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։